Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մայիսի 12-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, ես պետք է ասեմ, որ այսօր ես կանդրադառնամ մենակ մեկ հարցին, Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխաններին, որոնք ինքը ուղեց Վլադիմիր Պուտինին. Դուք գիտեք, որ և Ռուսաստանի արտգործնախարարությունը և Բելարուսի արտգործնախարարությունը տարբեր պատճառներով բողոքի նոտաներ ուղղեցին Հայաստանին, տարբեր դեմարշներ արեցին մեր դեմ ուղղված, Բելարուսի դեպքում ընդհանրապես մերոնք դեռ չեն արձագանքել, Բելարուսը հիշում եք բողոքի նոտա ուղարկեց կապված Սվետլանա Տիխանովսկայայի այցելության մասին Հայաստան, դա մեր կառավարության հրավերով էր ու ճիշտ էր արվել, ու նաև պարոն Ալեն Սիմոնյանի մեր ազգային ժողովի նախագահի հայտարարությունների հետ կապված Բելարուսի նկատմամբ, Բելարուսի սուվերենության մակարդակի վերաբերյալ Այդ նոտաները մերոնք անտեսեցին, Ռուսաստանն էլ ուղեց նոտան, մեզ բողոքի նոտան, կապված այն բանի հետ, որ Հայաստանում եղել է պարոն Զելենսկին, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ելույթ է ունեցել Զելենսկին, ու Ռուսաստանը պահանջում էր բացատրություն, այ Զելենսկին ինչ որ հայտարարություններ արեց, որոնք դուր չեն գալիս Ռուսաստանին, Ռուսաստանը պահանջում էր մեզանից արձագանք։ Ու դուք գիտեք, այս երկու օրը ոչ մի արձագանք Հայաստանից չկար, մեր ղեկավարությունը նաև այդ թվում ընտրարշավով զբաղվում էր, բայց հասկանալի էր, որ ի վերջո մերոնք պետք է արձագանքեն, էտել դրանից հետո, երբ որ Պուտինը նախագահ Ռուսաստանի մայիսի 9-ին շքերթից հետո պրես կոնֆերանսի ժամանակ անդրադարձավ Հայաստանին։ Պուտինը եւ առաջարկություն արեց եւ սպառնաց մեզ զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայի եվրոինտեգրացիայի հետ եւ առաջարկությունները արեց, որ մենք անցկացնենք հանրակրվե ԵԱՏՄ-ի անդամակցության հետ կապված եւ մենք անպայման պետք է ԵԱՏՄ-ի մոտակա գագաթնաժողովի մեջ օրակարգի մեջ մտցնենք եվրոինտեգրացիայի հարցը Հայաստանի Չգիտես ինչու եվրոինտեգրացիայի հարցը մենք պետք է ԵԱՏՄ-ին քննարկենք, Պուտինը բավական կոշտ ելույթ ունեցավ, սպառնալիքով լի, ես խոսացել եմ ձեզ այդ 3 դրա մասին, ու այսօր ուզում եմ անդրադառնալ մենակ մեկ թեմայի, ոնց է պատասխանել Նիկոլ Փաշինյանը Պուտինի այդ ելույթին ու Ռուսաստանի այդ բողոքի նոտաներին։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այդ թեմային։ Ուրեմն սկսում ենք այսօրվա մեր աշխատանքը, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, ինչը աշխատանոցնում է էֆեկտիվ մեր YouTube-յան ալիքը, բացի դրանից խնդրանքս է, եթե կարող եք աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Սկսում ենք աշխատանքը։ Ես ունեմ դրական ընկալում նրան, ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը։ Ես կասեի ժողովրդի լեզվով, Նիկոլ Փաշինյանը տեղը դրեց Վլադիմիր Պուտինին։ Նայեք, Նիկոլ Փաշինյանի արձագանքը կապված ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի հետ, որը պետք է անցնի այս ամսվա, մայիս ամսվա ամսի 28-ին։ Այդ ԵԱՏՄ-ի գագաթնաժողով պետք է անցնի Աստանայում, Ղազախստանում, ու Պուտինը ասեց, լավ կլինի, որ Փաշինյանը գա այդ գագաթնաժողովին, ու մենք քննարկենք Հայաստանի ձգտումը դեպի եվրոինտեգրացիա։ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը չի գա, չի մասնակցի այդ գագաթնաժողովի աշխատանքներին մայիսի 28-ին, քանի որ ռազմական շքերթ կլինի Երևանում եւ ընտրարշավն է գնում, ուրեմն ինքը չի կարող բացակայել Հայաստանից։ Դա ճիշտ որոշում է չմասնակցել ու դրանով Նիկոլ Փաշինյանը մերժեց Վլադիմիր Պուտինի այն առաջարկը, որ Պուտինը ասում էր, դե թող գա Փաշինյանը
Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին օրակարգ մտցնի հարցը կապված Հայաստանի գնալը դեպի եվրոինտեգրացիա։ Ակնհայտ է, որ պրովոկացիոն, սադրիչ այս ձևի առաջարկ արեց Պուտինը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը զբաղված է ու այդ գագաթնաժողովին չի մասնակցելու։ Նու կմասնակցի պարզա մեր պատվիրակությունը, որը կգլխավորի, ինչքան ես հասկացա, Մհեր Գրիգորյանը, մեր փոխվարչապետը, որը հենց ԵԱՏՄ-ի հարցերով զբաղվող փոխվարչապետն է։ Բացի դրանից, Պուտինը հիշում եք ասեց, որ Հայաստանը պետք է տեղյակ մեզ պայի, գնում է Եվրոպա, չի գնում, թող հանրակրվե անցկացնեն, ինչ որ էլի առաջարկություն արեց, ու դրանից հետո մենք իմանալով հայ ժողովրդի կարծիքը, եթե հայ ժողովուրդը ուզենա եվրոինտեգրացիա գնալ, մենք դեմ չենք լինի ու կսկսվի քաղաքակիրթ այդպես ամուսնալուծություն։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև այս ձևակերպմանը։ Ինքը ասեց միջ պետական հարաբերությունների մեջ ինքը չի ընդունում այս ձևի ձևակերպումներ։ Ինքը ասեց բոլորս մենք հավասար ենք, մենք այսօր լիարժեք անդամ ենք ԵԱՏՄ-ի այդ կազմակերպության, ուրեմն մենք բոլորս հավասար ենք։ Ուրեմն այս ձևի ձևակերպումների հետ ինքը ասում է ես համաձայն չեմ, որ ինչ որ ամուսնալուծություն պետք է լինի, թե չգիտեմ ինչ։ Այո, ինքը ասեց մենք քննարկել ենք այդ հարցերը կապված Հայաստանի դեպի եվրոինտեգրացիա գնալը Վլադիմիր Պուտինի հետ, բայց ինքը այս ձևի ձևակերպումների, որ պետք է ամուսնալուծություն լինի եւ այլ, ինքը համաձայն չի։ Բավական լավ տեղը դնում է, տեսնում եք Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի այս առաջարկությունները։ Հիմա Փաշինյանը ասեց, որ մենք չունենք ցանկություն, ասենք վատություն անել Ռուսաստանին։ Հայաստանը վարում է իր քաղաքականությունը, բալանսավորման քաղաքականությունը ինքը ասեց, ու մենք մեր շահերից ելնելով շարժվում ենք, այլ ոչ թե ուզում ենք ինչ-որ մեկին վատություն անել։ Դա շատ կարևոր դիտողություն է Նիկոլ Փաշինյանի կողմից, քանի որ այս բալանսավորվող, ես կասեի բազմավեկտոր քաղաքականությունը, որը հիմա Հայաստանը վարում է, սա ցավոտ է ընդունում Ռուսաստանը, բայց Փաշինյանը ասում է, այս քաղաքականությունը մեր շահերից է ելնելով, բայց այդ քաղաքականությունը վարելով չենք ուզում ձեզ վատություն անել, այդ ձեր ընկալումն է։ Շատ կարևոր միտք էր։ Ես պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը նաև գումարեց մեկ բան։ Ինքը ասեց մենք հարգում ենք Ռուսաստանը, հարգում ենք Ռուսաստանի նախագահին, բայց մենք օրենք ընդունեցին գնալու համար դեպի եվրոինտեգրացիան ու այս ժողովրդավարական ճանապարհով զարգացումը դեպի եվրոինտեգրացիայի զարգացումը կշարունակվի։ Միաժամանակ ինքը ասեց մենք այսօր դեր ԵԱՏՄ-ի անդամ ենք, լիարժեք անդամ ենք, ուրեմն որոշումներին կընդունենք ու նայեք ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը, որ այդ երկու փաստը, որ մի կողմից մենք օրենքը ընդունում ենք, գնում ենք դեպի եվրոինտեգրացիա, մյուս կողմից մենք այսօր ԵԱՏՄ-ի անդամ ենք ու այդ երկու փաստերը միասին կարող են ապրել։ Ու դա նաև հարված է Պուտինին, քանի որ Պուտինը ասում է, չեն կարող այս երկու ուղղությունները միասին զարգանալ։ Դու պետք է ընտրություն կատարես։ Նիկոլ Փաշինյանը ասում է ոչ, դեր այդ վերջնական ընտրության պահը չէ եկե։ Նու բավական ես կասեի համարձակ պատասխաններ են Նիկոլ Փաշինյանի Պուտինին, այդ Պուտինի սպառնալիքներին, Պուտինի առաջարկություններին բավական կոշտ պատասխան է տալիս Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, Պուտինը ասեց, բերեք ու հարցը կապված դուք Եվրոմիությունում եք, թե ԵԱՏՄ-ում, բերեք ռեֆերենդում Հայաստանում անցկացրեք, այդ Պուտինի առաջարկություններ, բայց այս հարցում էր Նիկոլ Փաշինյանը մերժեց Պուտինին։ Ինքը ասեց ոչ մի հանրակրվե, մենք չենք պլանավորում անցկացնել։ Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր անդամակցությանը ԵԱՏՄ-ում, մենք որոշումների մեջ կմասնակցենք, կարող է գա ժամանակ, որ
հանրակրվեի անհրաժեշտություն լինի, բայց ոչ մի անհրաժեշտություն այսօր մենք չենք տեսնի։ Տեսեք, այս հարցում էլ բավական կոշտ պատասխան։ То есть բոլոր հարցերին, հարցադրումներին, որոնք դրեց ու առաջարկություններ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց մերժմամբ, մերժեց Պուտինին։ Ավելին ասեմ, դուք գիտեք այդ բողոքի նոտաները, որ ներկայացրեց արտգործնախարարությունը Ռուսաստանի Հայաստանին, այդ բողոքի ակցիաները կապված էին պարոն Զելենսկու Ուկրաինային նախագահի ելույթներին կամ արտահայտություններին, որոնք ինքը արեց գտնելով Հայաստանում, մասնակցելով եվրոպական քաղաքական համայնքի աշխատանքներին։ Ու Ռուսաստանը պահանջում էր, որ Հայաստանը արձագանքի նրան, ինչ ասեց պարոն Զելենսկին։ Ստեղ էլ մերժեց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Պուտինին, նաև Ռուսաստանի արտգործնախարարությանը։ Ինքը ասեց, որ ես չեմ համարում տեղին դիտողություններ անել այն առաջնորդներին, տարբեր պետությունների, որոնք եկան Հայաստան ու ելույթներ են ունեցել այս եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում։ Ինքը ասում է տարբեր նախագահներ, տարբեր վարչապետներ, տարբեր ղեկավարներ, տարբեր երկրների տարբեր հայտարարություններ արել են։ Ու ինքը չի համարում տեղին, ասենք, բոլորին դիտողություն անել կամ ցենզուրա անել իրանց ասացի, ասենք, ինչ որ բան իրան դուր չգալիս, պետք է դիտողություն անի։ Ստեղ դեմոկրատական ինստիտուտ է, դեմոկրատական հարաբերություններն են։ Անչափ ուժեղ պատասխան, քանի որ ինչ որ հայտարարություն արված Երևանում պարոն Զելենսկի կողմից, Ուկրաինայի նախագահի կողմից, տեսակ դուր չի գալիս Ռուսաստանին։ Ու ավելի Նիկոլ Փաշինյանը ասեց, իմ մոտ, երբ որ մենք քննարկում էին տարբեր հարցեր Վլադիմիր Պուտինի հետ, նաև տարբեր ֆորմատներում, Պուտինը ինչ որ ղեկավարների դեմ կամ ինչ որ ղեկավարների հետ կապված ինչ որ դիտողություններ անում։ Ու ինքը ասում է, ինչ, ես հիմա պետք է պահանջեմ, որ Ռուսաստանը ներողություն խնդրի, կամ Ռուսաստանը մեկնաբանի, ինչու իմ մոտ Պուտինը այլ երկրների ղեկավարների դեմ խոսեց, ում հետ մենք ունենք լավ հարաբերություններ։ Բավական լավ պատասխաններ տվեց Նիկոլ Փաշինյանը։ Մենք ցենզուրա չենք անելու այն առաջնորդների, տարբեր երկրների, որոնք եկան Հայաստան։ Մյուսը, ավելին, Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ միտք ասեց, որ տեղին չի Ուկրաինային Հայաստանի հետ միասին համեմատել բացասական կոնտեքստով, քանի որ Պուտինը երբ որ ասեց, որ եվրոինտեգրացիայի Հայաստանի վտանգը նրանում է, որ կարող է եվրոինտեգրացիան Հայաստանի նույն ճակատագրին բերել, ինչ եվրոինտեգրացիան եղելա Ուկրաինայի հետ կապված։ Դուք հիշում եք, Պուտինը ասեց, որ այ Ուկրաինան էլ սկսեց եվրոինտեգրացիայի հարցերով, ինչով ավարտվեց, դուք տեսնում եք, կոպիտ ասած, որ մենք պատժում ենք հիմա Ուկրաինան պատերազմ ենք վարում։ Ու ստեղ զուգահեռնել ակնհայտ Պուտինը արեց Հայաստանի հետ, որ նայեք, ձեզ էլ դուք էլ խնդիրներ կունենաք։ Ու Նիկոլ Փաշինյանը դրան պատասխան տվեց, ինքը ասաց, ես տեղին չեմ համարում, որ Ուկրաինայի հետ մեզ համեմատելով բացասական կոնտեքստով Ուկրաինան ստեղ ներկայանում է, քանի որ ինքը ասեց եւ Ուկրաինան, եւ Վրաստանը, եւ Մոլդովան մեջ բարեկամ ժողովուրդներ են, պետություններ են, ում հետ նորմալ հարաբերություններ են, ու ինքը ասում է շատ վատ եմ զգում, երբ որ իմ մոտ, ասենք, այս կամ այս ձևի բարեկամ պետությունների նկատմամբ բացասական կոնտեքստով խոսում են։ Իմ կարծիքով այս հարցով էլ այս սպառնալիքը, որը հնչեցրեց Պուտինը համեմատելով մեր եվրոինտեգրացիան Ուկրաինայի եվրոինտեգրացիայից, ստեղել բավական տեղը դրեց Նիկոլ Փաշինյանը։ Ես պետք է ասեմ, որ այս պատասխանները Նիկոլ Փաշինյանին Վլադիմիր Պուտինի ելույթին, որը ինքը ունեցավ մայիսի 9-ին շքերթից հետո ու անդրադարձավ այդ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ու պահանջներ դրեց մեր կառավարության առջև, շատ տեղին պատասխաններ տվեց Նիկոլ Փաշինյանը ու տեսակ Ուկրաինայի հարցով տեղը դրեց, այն առաջարկությունները, որ արեց Պուտինը, հանրակրվե անցկացրեք ԵԱՏՄ-ում եք, թե Եվրոմիությունում եք, կամ այն
որ Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին մայիսի 28-ին գա մասնակցի աշխատանքներին ու Փաշինյանը պետք է օրակարգ մտցնի եվրոինտեգրացիա գնում է թե ոչ հարցը, բոլոր հարցերում Նիկոլ Փաշինյանը տեղը դրեց Պուտինին, որ մենք ենք որոշելու, մենք հանրակրվե անցկացնելու ենք թե ոչ։ Ոչ մի օրակարգ ԵԱՏՄ-ի մենք չենք պլանավորում մտցնել մեր եվրոինտեգրացիայի հարցերը, այդ ձեզ վերաբերող հարցեր չեն։ Ավելին ինքը ճիշտ արեց, որ չի գնում մայիսի 28-ին ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու ուղարկում է փոխվարչապետ Հայաստանի։ Ու վերջում ուզում եմ շատ կարևոր մի քանի մտքերով կիսվել Նիկոլ Փաշինյանը պատասխանելով այս հարցերին կապված Վլադիմիր Պուտինի ելույթի հետ կապված ինքը նաև հիշեց Գարեգին II-ին, ինքը գիտեք կատողիկոսին անվանում է կտրիչ Ներսիսյան, ինքը չի համարում, որ Գարեգին II-ը համապատասխանում է կատողիկոսի ռանգին, մակարդակին ու անվանում է իրան կտրիչ Ներսեսյան։ Ու ինքը հիշեց կտրիչ Ներսեսյանին։ Ինքը խոսեց նրա մասին, որ Գարեգին II-ը մտավ քաղաքականության մեջ, նաև այլ դեմքեր մեջ եկեղեցու, ինչը անթույլատրելի է, բայց ամենակարևորը ինքը քննադատեց այդ հանդիպումը, որը ունեցավ Սամվել Կարապետյանը, ուժեղ Հայաստանի առաջնորդը Գարեգին II-ի հետ, մեկնաբանեց այդ հանդիպումը ու ամենակարևոր քննադատությունը, որ մեր եկեղեցին ու առաջի դեմքերը եկեղեցու մտել են քաղաքականության մեջ, դա անթույլատրելի է ու ինքը ասեց, որ մեր ժողովուրդը ընտրությունների ժամանակ այդ հարցը կլուծի։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը չէ մոռացե Գարեգին II-ի խնդիրը։ Կարծես թե վերջի ժամանակներս մեր եկեղեցի կառավարություն եկեղեցի հարաբերություններում հանգիստ էր, անդոր էր, բայց Նիկոլ Փաշինյանը այս Պուտինին անդրադառնալով Պուտինից հետո հիշեց Գարեգին II-ին ու ասեց, որ այդ հարցը պետք է լուծվի ընտրություններից հետո, ընտրությունների արդյունքներով։ Ծառուկյանը անպայման դա էլ ուզում եմ ասել, պարոն Ծառուկյանը, Գագիկ Ծառուկյանը, որի կուսակցությունը նաև մասնակցում է այս ընտրարշավին, ինքը ասեց, երբ որ հարցրեցին, այ դուք դաշինքի մեջ ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքապայմանագրի հետ անմիջապես հեղափոխությունից հետո, կարող է ընտրվելուց հետո պարլամենտ դաշինքի մեջ նոր կմտնենք, ինքը ասեց, դա բացառվում է, մենք կոալիցիա չենք կազմի Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա էլ կարևոր ինֆորմացիա է, քանի որ պատտվում են տարբեր լուրեր, տարբեր քաղաքական ուժերի հետ, ուստեղ, քանի որ կար փորձ համագործակցելու, կար կասկած, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ընդդիմադիր կեցվածք ունենալով ի վերջո պարլամենտի ներսում դաշինք կազմեր Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ, քաղաքապայմանագրի հետ, բայց Գագիկ Ծառուկյանը ասում է դա բացառվում է։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։